բանդա է, որը ղեկավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ստրուկների կողմից։ Լկտիապա է, սանձարցակ, տեսեք օրը ցերեկով պատդեմովերի վրա են հարձակվել ոհմակով։ Ազգային անվտանգության ծառայությունը։ Պարզեցիք ովքեր էին, պարոն Սաղաթելյան։ Ամեն առավոտ ես այդ հարցից տալիս։ Ես կարող եմ բացատրել երկար ժամանակով։ Լևոն Տեր-Պետրոսյան, թե Ռոբերտ Քոչարյան։ Դաշնորհ։ Բարի օր, Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Այսօր ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում մենք հյուրընկալվել ենք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը երիտասարդ տարիքում պայքարի, հալածանքի ծանր ճանապարհ է անցնում, թիրախ դարձնելով եւ իր անձը եւ իր ընտանիքին։ Պարոն Սաղաթելյանը հունիսին վերընտրվել է Դաշնակցության ղեկավար, ՀՅԴ Գերագույն մարմնի նորից ներկայացուցիչ։ Պարոն Սաղաթելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնվել եք մեր հարցերին պատասխանել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Սաղաթելյան, մեր հարցերը ոչ հաճելի են լինելու նաև, խնդրում եմ տրամադրվել եւ պատասխանել մեր հարցերին։ Սկսենք հենց սկզբից։ Պարոն Սաղաթելյան, ՀՅԴ-ն իր քաղաքական դիրքով երբևէ այսքան թույլ եղել է։ Սկսենք պատմության հենց ակունքներից գալ։ Ինչի դու գնահատում եք, որ Դաշնակցությունը այսօր թույլ է։ Հանրության շրջանում հասարակությունը կարծում է, որ այս պահի դրությամբ ՀՅԴ-ն թույլ դիրքեր ունի քաղաքական դաշտում։ Դուք ինչպես եք գնահատում ձեր դիրքորոշումը։ Ես չեմ գնահատում, Դաշնակցությունը այսօր ամենամեծ ընդդիմադիր միավորներից է։ Անցնող 7 տարիների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում առհասարակ կարևոր դերակատարություն ունեցող քաղաքական կազմակերպություն է եւ այս չարաբաստիկ չարիքի իշխանության դեմ պայքարող հիմնական առանցքային ուժերից մեկ։ Բնականաբար այդ ճանապարհին թիրախավորվել ենք, բնականաբար այդ ճանապարհին տեղեկատվական ահաբեկչություն է իրականացվում մեր նկատմամբ, փորձելով վարկաբեկել մեր կենսագրությունը, պատմությունը կեղծել եւ այլն, բայց ես չեմ գնահատում, որ Դաշնակցությունը այսօր գտնում է թույլ վիճակում, ընդհակառակը այսօր Դաշնակցությունը Հայաստանում բացառիկ կազմակերպություն է, որ ամբողջ Հայաստանում ունի տարածքային կազմակերպություններ, այսքան հալածանքների մեջով անցել է, որևէ կորուստ չի ունեցել, ես հաճախ ասում եմ, այսինքն տարբեր շարժումների գործերով մի քանի 100 դաշնակցականներ են հարցաքննությունների ենթարկվել, տասնյակները բանտարկվել, որևէ դեպք չունենք, կլինի երիտասարդ կին, թե հեռավոր գյուղի մի ընկեր, որ այս իշխանությունների ճնշումների տակ կարող է ցալենցուցմունք կորզել կամ այս պայքարը ազդել է մեր ճնշումները ազդել է մեր բնականon գործունեության վրա։ Դաշնակցությունը գտնվում է մարտական իրավիճակում, կարգավիճակում եւ չեմ կիսում ձեր այդ գնահատականը։ Կփակի Նիկոլ Փաշինյանը Դաշնակցությունը, որովհետեւ խոսքերը լսում ենք անդադար իշխանության կողմից, իրենք ասում են, որ Դաշնակցությունն է խանգարում, իրենք ուզում են խաղաղություն, իրենք ուզում են իշխանությունը բերել է այլ գաղափարախոսություն, բայց անընդհատ ՀՅԴ-ն քարկոծում է, նույնիսկ հիշում են առաջին նախագահի ժամանակահատվածում։ Ի վերջո, ինչ է տեղի ունեցել, պարոն Սաղաթելյան, եւ շարունակելով միտքը կհաջողվի Փաշինյանին հասնել Դաշնակցության փակմանը։ Այո, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է Դաշնակցության գործունեությունը սահմանափակելու, դա մեր համար նորություն չի։ Այն ինչ որ արվում է նաև նորություն չի։ Ես շատ հաճախ զարմանում եմ այն մարդկանց վրա, որ ասենց զարմացած ասում են, տեսնում եք ինչ է անում, կամ մեր 5 տարի առաջվա տեքստերը, հայտարարությունները հիմա ասենց կրկնում են, թե տեսնում եք ինչ է անում եւ այլ։ Այս սրա նկարագիրը, սրա վարած թուրքական քաղաքականություն, այս ամեն ինչի գնահատականը վաղուց կա, հետևաբար իր թիկունքում են կանգնած Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ նրանց թշնամին, այո, ազգային ուժերն են, ազգային արժեքներ, ազգային գաղափարախոսություն կրող կազմակերպություններն են, հետևաբար Դաշնակցությունը գլխավոր թիրախներից մեկն է, ու նաեւ խորքային գաղափարական հակասություն կա։ Դրանով է պայմանավորված նաեւ նրանց, որ 30 պատգամավոր ելույթ է ունենում
դրանցից 28-ը նվիրված դաշնակցության անցյալին։ Այսօր էլ խորհրդարանում ելույթները նվիրված են։ Դա պայմանավորված է դրանով։ Հետևաբար ինքը ինչ կարա, ինչքան ուժ է հերիքի անելու, մենք էլ վախը ինչից է գալիս։ Վախը գալիս է դաշնակցության գաղափարական խորքից։ Վախը գալիս է նրանից, որ դաշնակցությունը ազգային գաղափարական համահայկական կազմակերպություն է, իսկ ինքը եւ իրենց խմբակը ապազգային հակահայ թրքական պրոյեկտ է Հայաստանում։ Հետևաբար, այո, դաշնակցությունը նաև անհատի շուրջ համախմբված ինչ-որ խմբավորում չի, դաշնակցությունը համակարգ, դաշնակցությունը գաղափարախոսություն է, դաշնակցությունը կարողացել է իր կենսագրության մեջ շատ ծանր տարիներ, շատ ծանր իրավիճակներում իր պայքարը շարունակել, նաև Հայաստանի անկախության պատմության տարիներին դա եղել, դրա համար ինքը այո վախենում է դաշնակցությունից եւ ճիշտ անում։ Պարոն Սաղաթելյան, իհարկե չհամաձայնվեցիք իմ ձևակերպման հետ, որ ՀՅԴ-ն այս պահին թույլ վիճակում է գտնվում, բայց ես նշեմ, որ նաեւ այդ թուլությունը, այդ ուժ չունենալը ՀՅԴ-ի քաղաքական դաշտում նշվում է իբր ձեր անձի հետ է կապված, ձեր վարկանիշը լինելով ցածր, դրա համար ՀՅԴ ըստ հանրության դիրքորոշումների այդ սոցիալական հարցերի իբրև թե ձեր վարկանիշը այս պահին բարձր չէ, ինչի համար նաև ցածր է ՀՅԴ-ի վարկանիշը։ Ձեր դիրքորոշումն է հետաքրքիր, կիսում եք։ Նախ դաշնակցությունը ինչ-որ անհատի շուրջ հավաքված մեկ անձի շուրջ, մեկ անձի համարի տարբերություն Հայաստանում գործող մնացած կուսակցությունների այդպես չի։ Այդ սոցիոլոգիական հարցումներն էլ որ ասում եք, առավել լինի դրանից կխոսենք, դրանք էլ է կեղծված։ Եվ շարունակ ինչ-որ շրջանակներ տարբեր դաշտերից մարդկանց ինչ-որ կեղծ տվյալներով կերակրում են։ Սոցիալական ցանցերից է նաև գալիս բան։ Սոցիալական ցանցերից այս պետությունը կարող եմ ասել, այս խմբակի գլխավորությամբ 5 տարի ամենակեղտոտ ձևերով իմ անձի նկատմամբ թիրախավորել է եւ աշխատել է։ Իմ ամենամեծ առավելությունները ներկայացրել են իմ թերությունները, թիրախավորել են 5 տարի հակաքարոզչություն են արել, այո, ինչ որ շրջանակների մոտ դա ազդեցություն ունեցել է։ Այո, ով որ այս իշխանությունների հետ է, նրանց ամենաատելի մարդկանց ցանկում ես առաջինների մեջ եմ, ու դա ինձ ուրախացնում է, ոչ թե հակառակը։ Ինչու ձեզ չեն սիրում, ակնհայտ ցույց է տալիս իշխանությունը, իշխանության ներսում, ովքեր ազգային ժողովի օրինակ նախագահ, փոխնախագահ, ակնհայտ ցույց են տալիս իրենց։ Դե երբ որ ձևակերպեք ինչու չեն սիրում, ձևակերպեք ով չի սիրում։ Իսկ եթե խոսք իշխանությունների մասին է, իշխանություն եւ նաեւ դա մենակ պատիվ է բերում։ Եթե որ ընդդիմադիր գործիչ է իշխանությունների կողմից սիրվածը, այդ գործիչը լուրջ խնդրեմ ունի։ Ավելի շատ թիրախավորված բան Սաղաթել, ձեզ կոնկրետ թիրախավորում են ձեր անձը։ 5 տարի ծանր պայքար է եղել, հիշում են նաև ամեն շարժման ժամանակ իրենց ծանր օրերը։ Եղել ենք մենք, դուք տեսել եք անցնող ժամանակահատվածում, Սոնա ջան, մենք երբեք հարցերը չենք կլորացրել։ Գնահատականների մեջ եղել ենք կտրուկ, ուղիղ, արմատական Եվ ես այսօր ուրախանում եմ, որ դաշտում շատ գործիչներ փոխել են իրենց խոսույթը։ Այսինքն բնականաբար հիմնական պայքարողը եղել է թիրախ, կա լարվածություն, կա ատելություն, ու այսի նորմալ է, աննորմալ կլիներ։ Եթե ես գնամ մարզում էի մի քանի օր առաջ, հետևում էի մի քանի մեքենաներով, բանով ինչ-որ լարված էին։ Տղերք ասում են, տեսնում ես ինչ են անում, ասում եմ, տղերք, որ օր այս չանան, այդ ժամանակ մտահոգվեք։ Այս նորմալ է, այսինքն, բա պետքա մեր նկատմամբ զգուշ լինեն, ուշադիր լինեն, մեզ թիրախավորեն։ Ընդ որում ձեզ ասեմ, մենակ իշխանության կողմից չենք թիրախավորում։ Հիմա ես տեսնում եմ իմ էջի տակ հայտնվում են գրություններ, ու զգում եմ տեսնում եմ, որ սրանք ընդդիմադիր դաշտի ֆեյքերն են։ Այո, ընդդիմադիրներն են թիրախավորում։ Այսինքն նորմալ է, մի քանի կողմից թող շարունակեն։ Կանդրադառնանք ընդդիմադիրների նաև թիրախավորմանը։ Դուք հաճախ խոսում եք պայքարի շարժման մասին։ Ինչ է այսօր նշանակում պայքար ՀՅԴ-ի համար, օրինակ փողոց, գաղափար, քաղաքական համախմբում, թե հարմար բողականություն։ Հարմար բողականությունը մեր համար չի։ Մենք պայքարով քաղաքական կազմակերպություն ենք, պայքարի բոլոր ճանապարհները, եթե մեզ կբերեն արդյունքի, մեր համար ընդունելի է։
Դուք եթե տեսել եք, մենք որևէ մի անգամ փողոցով հաջողության հասնելու հնարավորության դուռը չենք փակում։ Միշտ պայքարը փողոց։ Եվ դա միայն խոսքեր չի, դա մեր անցնող տարիների գործունեությունն է։ Նախընտրում եք փողոցային պայքար, թե նաև այդ գաղափարախոսության շուրջ համախմբում իրականացնել, որն էր այս պահին ըստ։ Հենց ՀՅԴ-ի գաղափարախոսությունը, որն է ավելի նախընտրելի։ Երկրի ստեղծված իրավիճակից դուրս բերելու լավագույն ճանապարհը ազգային արժեքների, ազգային գաղափարախոսության շուրջ համախմբումն է, որովհետև սրանց հակադիր բևեռը հենց դա է։ Իսկ փողոցային պայքար ենթադրում է նաև այդ ուժերի համախմբում։ Ես հիմա առիթ եթե լինի խոսանք, իմ համար առնվազն ակնհայտ է, որ մի քանի հարցի շուրջ ընդդիմադիր դաշտը պարտավոր է լրջորեն համագործակցել եւ ստեղծել արդյունավետ մեխանիզմներ այս ռեպրեսիաներին, բռնաճնշումներին դիմադրելու, հակազդելու եւ հարկ եղած դեպքում նաև հակառակված հասցնելու համար։ Եվ ես կարծում եմ առաջիկայում իրական ընդդիմադիր դաշտ այս հարցերի շուրջ պետք է ունենա ամբողջական համաձայնություն եւ նաեւ ոչ միայն համաձայնություն, այլ նաեւ համապատասխան մեխանիզմներ ստեղծի դրա համար։ Մենք դրա հետ կապված ունենք մեր պատկերացումները, մեր առաջարկությունները եւ կա նաեւ այդ խոսակցությունը, ինձ թվում է արդյունք կունենանք։ Պարոն Սաղաթելյան, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հենց մեր հաղորդման շրջանակներում ընդդիմությանը մեղադրեց մտքի թռիչք, կրիատիվ քննադատություն չունենալու մեջ։ Ինչպես կհակադարձեք երկրի երկրորդ դեմքին, ով անդադար խոսում է, որ ընդդիմությունը սպառել է իրեն, ընդդիմությունը որևէ բան չունի ասելու, իրականում ընդդիմությունն այլևս խոսելու տեղ չունի, որովհետև իշխանությունը ամեն ձևով ապացուցում է, որ հաջորդ իշխանությունը կրկին իրենցն է։ Գիտեք, ինչ եք կարծում, իշխանությունը պետք է ընդդիմությանը գովեր։ Այսինքն իմ համար դա չի զարմանալի։ Իմ համար զարմանալի է, երբ որ ընդդիմադիր դաշտի որոշ, այսպես ասած, ուժեր փորձում են իշխանության խոսույթը բերել այս դաշտ։ Պարզ է, չէ, որ այս իշխանությունները ամեն կերպ փորձելու են ընդդիմությանը վարկաբեկել, հեղինակազրկել, արժեզրկել, թիրախավորել։ Ինչ որ տեղ այդ իրենց տեսանկյունից նորմալ է դա, այսինքն իրենց գլխավոր հակառակորդ ուժերը այսօր խորհրդարանում են, խորհրդարանական ընդդիմությունն է եւ իրենք պետք է փորձեն ամեն կերպ արժեզրկել մեր գործունեությունը։ Հետևաբար պետք չի տեղիք տալ, հասկանալի է իրենք ինչ են անում, իրենք ինչ են ուզում, բայց պարզ է, չէ, նույն այդ ընդդիմության գործունեության արդյունքում այսօր նաև իրենց վարկանիշը այդ աշճանի։ Ցածր եք համարում ըստ պահի դրությամբ։ Իհարկե, դե ըստ իրենք այլևս կորցրել են, իրենք ժողովրդական եւ հանրային աջակցություն այլևս չունեն, իրենք իրենց իշխանությունը պահելու միակ ճանապարհը, միակ հնարավորությունը այսօրվա ուժային կառույցներն են, որը գնալով վերածվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող բանդաների եւ իրենք պետք է առնվազն մտածելու տեղիք ունեն այս ապօրինությունների տակից ինչպես են դուրս գալու։ Ինքը վաղուց է կորցրել եւ փողոցը եւ հանրային աջակցությունը։ Ինչի վրա են հույս դրել պարոն Սաղաթելյան։ Բռնություններով իշխանությունը պահելու, որին եվրոպական կառույցները ամեն կերպ կանաչ լույս են տալու եւ աջակցեն։ Փորձելու են ընտրություններին վերարտադրվեն, իսկ մեր խնդիրն է կանխել իրենց վերարտադրությունը։ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետ Հայաստանը պետք է իշխանություն, Հայաստանում պետք է իշխանություն չլինի։ Դա բացառում է, դա ուղիղ Հայաստանի պետականության կորուստ է նշանակելու։ Այս եկեղեցին նվաճելու, այս ամեն ինչ վերացնելու, այս պարզ է, չէ՞ ինչ է։ Քաղաքական բանտարկյալներ ունենալու անդադար։ Շարունակական բանտարկյալներ, 2 տասնյակից ավելի քաղաքաբանտարկյալ կա, եւ այս Գյումրի դեպքերով այդ թիվը հասնելու է 4-5 տասնյակի։ Պարոն Սաղաթելյան, եւ իշխանության եւ ընդդիմության թիրախում խորհրդարանի ընդդիմադիրներն են, հա, անդադար քննադատում են։ Ի վերջո, ինչու չի համախմբվում եւ արտախորհրդարանական ընդդիմությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը, ինչու՞մն է այս կռիվը ընթանում ըստ ձեզ։ Խոսեցինք, հա։ Միմյանց դեմ դուրս են եկել ընդդիմադիրները։ Մենք համախմբման շատ լավ օրինակներ ունեցել ենք։ Այնպես չի, որ այս անցնող տարիների ընթացքում ընդդիմությունը չի համախմբվել, ստեղ էլ մի հատ մեծ բան կա, էլի։ Հայնիկի փրկության շարժում, բոլոր դաշտի ընդդիմադիր ուժերը գրեթե շարժման մեջ են արել։ Դիմադրության շարժում նախաձեռնել ենք խորհրդարանական ընդդիմությունը, բայց նաև արտախորհրդարանական ուժերը
ամբողջությամբ գրեթե մաս են կազմել Սրբազան պայքարի ժամանակ, ամբողջ դաշտը մոբիլիզացվեց, այսինքն այնպես չի, որ մենք նման լայն համախմբումներ չենք ունեցել։ Հիմա պետք է ֆիքսենք, որ նախընտրական տարի է ըստ էության, դաշտի բոլոր քաղաքական ուժերը փորձում են դիրքավորվել, փորձում են հանրության ավելի լայն շերտերի աջակցությանը արժանանալ, եւ այս իմաստով առնվազն հիմա որոշ լայն համախմբում իրականացնելը դժվար է լինելու, բայց ես նորից եմ կրկնում, ինչ որ օրակարգային հարցերի շուրջ լիարժեք համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Իսկ քանի որ սա նաև թիրախավորում է իշխանությունը, անդադար ասում են ընդդիմությունը չի հասկանում, միմյանց լեզու չեն գտնում եւ այլն, սա չի վտանգում ընդդիմադիրներին ռեյտինգի առումով, որովհետեւ եթե ընդդիմությունը միմյանց խփեն, ճակերտներում ասած, կհաղթի իշխանությունը։ Իհարկե, եւ ակնհայտ է ոնց եք պատկերացնում, պարոն Սաղաթելյան, լինելով։ Եվ ակնհայտ է նաեւ, որ հանրությունը եւս ակնկալում է, որ ուժերը մեկտեղ համախմբվելու հնարավորություն լինի, որը նաեւ լավ ուղերձ կլինի մեր ժողովրդին առնվազն ընդդիմադիր հատվածին, բայց այդտեղ էլ եկեք մի բան հասկանանք։ Երկու հիմնական առաջարկ կա, որ ամբողջ ընդդիմությունը միավորվի ու միավորված մեկ ճակատով գնա ընտրության, մեկ անձընտրի վարչապետի տեխնացու եւ գնա մի քանի խոշոր բլոկներով։ Հնարավոր է ամբողջ ընդդիմությունը միավորել մեկ ցանկով գնալ ընտրությունները, ես կարծում եմ, չէ, դա պարզապես չկա դրա հնարավորությունը իմիջիայլոց, դա որքան էլ արդյունավետ կլինի, դա էլ հայտնի չի։ Դրա համար այս բային հիմնական մոտեցումը, առնվազն մենք այդպես ենք մտածում, որ պետք է գնալ ընտրություններին մի քանի խոշոր բլոկներով, որովհետև հանրության մեջ ակնհայտ է, չէ, որ կան ինչ-որ շերտեր, որ որևէ իրավիճակում չեն քվեարկի, օրինակ նույն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, բայց եթե ձևավորվեն նոր, բայց իրենք հայացքներով գուցե եւ ընդդիմադիր են, բայց եթե ձևավորվեն նոր միավորներ, ճիշտ առաջարկ ներկայացնեն հանրության, այդ մարդիկ այո կգնան ընտրության եւ կքվեարկեն այլ ընդդիմադիր ուժերի։ Հետեւաբար միշտ չի, որ նույն անալով ամբողջս մի բլոկով գնալով ավելի արդյունավետ։ Այս իմաստով մենք շատ կարևորում ենք, որ դաշտում գործող մի քանի խոշոր միավորներ կամ փոքր միավորներ միավորեն իրենց ռեսուրսները, ձևակերպեն հանրության իրենց առաջարկը, մտնեն պայքարի մեջ եւ այո արժանանան մեր ժողովրդի ինչ որ հատվածի վստահությանը եւ որքան նման ուժերը շատ լինեն, այնքան Նիկոլ Փաշինյանի հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Պարոն Սաղաթելյան, մեր նախորդ հյուրը Շողեր Մաթևոսյանը շեշտում էր, որ 3 նախագահներն իրենց դեմքով հոգնեցրել են մարդկանց, իրենք պետք է հեռանան, որ մարդիկ որոշում կայացնեն, թե ով է լինելու իրենց հաջորդ առաջնորդը։ Դուք չեք կիսում այդ դիրքորոշումը։ Չեմ կիսում, դա ամենամեծ կեղծիքն է, որ փորձում են իրականացնել։ 3 նախագահներից ոչ մեկը չի բռնանում մեկին կողմնորոշվել, քվեարկել մեկ այլ քաղաքական գործ չի։ Այսինքն, այս մի հատ մեծ բլեֆ է նիկոլական, որ նաև մտել ենք այս ամեն ինչի տակ։ Յուրաքանչյուր նախագահ ունի կամ յուրաքանչյուր այսօրվա խորհրդարանի կան ուժերը ունեն իրենց աջակիցների, իրենց վստահողների, մեր հայրենակիցների ինչ-որ մի շերտ։ Իրենց չմասնակցելու դեպքում ուրեմն մի հատ ձեզ պաշտոնական հարցման տվյալ եմ ասում։ Մենք ունենք հարցում, որտեղ ասում ենք ում կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ։ Նշում են ինչ-որ անուններ։ Հարցնում ենք, եթե ձեր նշած անունները հաջորդ չմասնակցեն ընտրությանը, ում կքվեարկեք։ 67%-ը ասում է չեմ մասնակցի ընտրություններ։ Հետևաբար այդ խոսակցությունը, որ թող բոլորը դաշտից դուրս գան, որ դաշտում ծնվեն նոր ուժեր, դա շատ սխալ մոտեցում է։ Դե նախկինները չգան, նախկիններից հոգնել ենք, Ռոբերտ Քոչարյանի դեմքով չենք ուզում, Սերժ Սարգսյանի դեմքով չենք ուզում։ Գնացեք ընտրեք, ով կա նորերից իրանց։ Իսկ ի՞նչ է խնդիրը։ Հոգնել եք մի ընտրեք։ Բայց ոչ որ մեկ իրավունք ունի կամ այդքան կա, որ ասի դու մի մասնակցի, դու մի մասնակցի, դու մի մասնակցի։ Մեր դաշինքը հավաքել է 288,000 քվ։ Հիմա ով է այդ մարդը,
որ դեռ դրա ինչ որ մի փոքր տոկոսը ունի եւ իրավունք ունի ասելու դուք մի մասնակցեք ընտրությանը։ Ասենք ով է այդ ուժը։ Ճիշտ է արդյոք այդ մոտեցումը։ Դե հանրության կարծիքը հաշվի առնելով սոցիալական ցանցերում քննարկումները տեսնելով կարծում եմ որ պետք է ես չգիտեմ հանրության կարծիքը ես ձեզ ասում եմ բոլոր սոցիոլոգիական հարցումներով նման հարց բարձրացնող ուժերը մի տոկոսի չեն հասնում բայց պահանջում են 22% հավաքած ուժը քաղաքականությունից դուրս գա հիմա տեղը ինչ է առաջարկում նոր դեմքերով նոր դեմքերով ախր հենց ստեղ է անհասկացողությունը նոր դեմք հրաշալի մտի քաղաքականության մեջ որը ոտքդ մի հատ թող քարին դիպչի մի հատ ընկի վեր կաց ծրագիր ներկայացրու ժողովրդին տես հանրային ինչ աջակցություն ունես ոնց բացատրեմ էլի արդեն ամեն օր այս մասին խոսում ենք մենք անկեղծ շահագրգռված ենք անկեղծ որ դաշտում լինեն նոր ուժեր, ովքեր հանրության կողմից ունենան աջակցություն։ Մենք նոր դեմքերին ոչ միայն չենք խանգարում, այլ նաև ինչ ասեմ, պատրաստ ենք ամեն կերպ օգնելու եւ օժանդակելու։ Բայց իրենցից որևէ մեկն էլ իրավունք չունի մեզ ասի դուք դուրս եկեք քաղաքական։ Դուք ով եք որ մեզ ասեք դուրս արի կամ մի արի։ Ասենք ինչ ունեք։ Ես դաշնակցության մասին եմ խոսում օրինակի համար։ Համահայկական կազմակերպություն, 135 տարվա կենսագրություն, ազգային գաղափարախոսություն ունեցող, այդ խոշոր կայացած քաղաքական կազմակերպություն։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, երկրորդ կուսակցությունը կամ խումբը, ով է որ իրավունք ունի մեզ նման բան ասելու։ Իսկ այս նախկին նորը, այս ուրիշ հետաքրքիր մի բան է, որ նայեք, երբ որ դու ասում ես ես նախկինների հետ կապ չունեմ, նախկինները վատն են, բոբոյ են, չգիտեմ, եւ այլ, ու սկսում ես ներկայանալ նոր, այս պարզմա դու 18 թվից հետո չես ծնվել։ Եթե դու ես երկրում ճանապարհ ես անցել, ինչ որ քաղաքական ուժ ես կշիռես, քաղաքական ուժ ես, քեզանից ինչ որ բան ներկայացնում ես, ուրեմն մեր երկրում գործունեություն ես ծավալը։ Եթե այդ գործունեություն ես ծավալը, հաստատ 18 թվից առաջ է եղել։ Հատկապես որ այդ ուժերից մի մասն 18 թվից առաջ պաշտոն է զբաղեցրել։ Օրինակ ես չեմ զբաղեցրել։ Հիմա ես եմ նախկին թե իրանք։ Ես ասում եմ դաշնակցությունից նախկին չկա 135 տարի։ Բայց ո՞նց կարելի է կուտը ուտել Նիկոլի մտնել այդ խոսակցության մեջ այս նախկին ներկա, հետո կար ժամանակ, հետո բռնում սարքում են իրենց նախկին հարցը վերջանում է։ Հետո նախկինը նախկինի ու ներկայի մեջ չի։ Նախկինում եղել են վատ բարքեր։ Իհարկե եղել են։ Եղել են խնդիրներ, որ այլևս չպետք է կրկնվեն։ Իհարկե։ Բայց այս նախկին ներկան սևը սպիտակ Ղարաբաղցի Հայաստանց, ես Նիկոլի օրակարգն ուր եք մտնում այդտեղ։ Բագրատ Սրբազանը երբ որ շարժումը սկսեց, շատ հետաքրքիր օրինակ։ Ինքը չեկավ ասել, մի հատ այս նախկիններով լսաղը դուրս եկեք, որ ես մտնեմ։ Ինքը եկավ process սկսեց։ Մենք էլ ամեն մեկս մեր չափով օգնեցին, կողք կանգնեցին, շարժումը գեներացրեցին։ Ստացվեց։ Նոր ձևով, որ հիմա մտել է քաղաքականության մեջ շարժումը ձևավորում, նույն Սամվել Կարապետյանը, չի ասում, այդ սաղը դուրս եկեք ես գալիս։ Առաջարկ է անում հանրությանը։ Այսինքն, էս է ճանապարհը։ Մնացածը ինչ-որ աբիժնիկ անկապ զրույցներ է, որ չարժի ընդհանրապես անդրադառնալ։ Որոշում ունի ՀՅԴ-ն, պարոն Սաղաթելյան, ինչպես է մասնակցելու 2026 թվականի խորհրդարանը։ Դեռ ոչ։ Նախընտրելի տարբերակ կա քննարկում նորից դաշինքով Հայաստան միասին գնալ, առանձին գնալ, ինչ ռեակցիաներ եք ստանում հանրությունից այս բանի։ Մենք հիմա լայնորեն աշխատում ենք բոլոր ուղղություններով, կգնահատենք քաղաքական դաշտը խաղացողներին հնարավորությունները եւ այդ որոշումը կայացնենք։ Իսկ այս բանը Հայաստան դաշինքը գործում է, մենք ունենք շատ վստահելի, նորմալ հարաբերություններ եւ աշխատանքային մթնոլորտում մեր գործունեությունը շարունակում։ Իսկ հավատում եք, որ մի օր ՀՅԴ-ն կարող է վերադառնալ իշխանության։ Այս պահի դրությամբ ասեցիք սոցիալական հարցումներ արել եք, ունեք պատասխաններ, ինչ եք կարծում, դա իրատեսական է թե ոչ։ Ես հավատում եմ դաշնակցության հաջողությանը, հավատում եմ, որ մի օր այո մենք հնարավորություն ունենալու ենք մեր ուզած, մեր պատկերացրած, մեր ծրագրով Հայաստան կառուցելու համար։
Պարոն Սաղաթելյան, ազգային ժողովում անընդհատ միջադեպեր լինում է իշխանության ԿՊԱ-ականների հետ, իրենք հարձակվում են, ծեծում են, վերջին միջադեպը եղավ Արթուր Սարգսյանը, երբ որ կալանավորվում էր, հարձակվեցին, հարվածեցին, ու չպատժվեցին։ Այդ ժամանակահատվածում էլ հենց դատախազը ազգային ժողովի դահլիճում նստած էր։ Ինչու ընդդիմությունը հետևողական պայքար չի մղում, որպեսզի ԿՊԱ-ականները պատժվեն ու իրենց վարքը այդպես չմարսվի չափերների։ Իրավական իմաստով։ Այո, դիմեք անդադար դատախազին, գրություններ գրեք, հետևողական գնաք մինչև վերջ, որպեսզի մեկը պատժվի, որտեվ այդ անպատժելիությունից ելնելով են, որ անընդհատ իրեն կարողանում են իրենց թեզերը առաջ տանել, հարվածել ի վերջո մարդուն։ Երբ որ ես քիչ առաջ խոսում եմ ուժային կառույցների Հայաստանում իրավական համակարգի մասին, սրանք մեկ մարդու համար ծառայող ինստիտուտների են վերածվել։ Չկա օրենք, չկա օրինականություն եւ իրենք այլևս իրենց որոշումները կապ չունեն մեր երկրի օրենքների սահմանադրության տառի հետ։ Ինչ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է, դա անում են։ Իսկ բոլոր նրանք, ովքեր լկտիացել են, չափները անցել են, ու մի շարք ապօրինություններ են արել, դրանք պատասխան տալու են, ես ձեզ վստահեցնում եմ։ Երեք մի հատ բերետավոր կա, որ իրան մի քանի առիթներով լկտի է պահել, սանձարձակ, տեսեք օրը ցերեկով պատգամավորի վրա են հարձակվել ոհմակով, տարբեր լկտություններ են արել անցնող, այսինքն դրանք բանդա են, դրանք խուժանների բանդա է, որը ղեկավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ստրուկների կողմից։ Գյումրիում քաղաքացիներին ասում են դեմքներդ ֆիքսել ենք։ Հա, բոլորի դեմքերը ասում են ֆիքսել։ Ես էլ հիմա ասում եմ, իսկ ձեր դեմքերը վաղուց է ֆիքսել։ Մտածեք այդ մասին։ 2022 թվականին, երբ որ ձեր ընտանիքի հետ Դուբայ եք մեկնում, օդանավակայանում թիրախավորեցին ձեր ընտանիքը, ձեր երեխային, լուսանկար հրապարակեցին ձեր անձնական տվյալները։ Պարզեցիք ովքեր էին, պարոն Սաղաթելյան, ովքեր էին նպատակ դրել։ Ազգային անվտանգության ծառայությունը կամերաներից իմ ընտանիքի նկարը հրապարակել։ Ինչու նպատակը որն էր ըստ ձեզ։ Նպատակը էլի հակաքարոզչությունն էր։ Ես այդ հարցին անդրադարձել եմ։ Ես պլանավորած այց ունեի դեկտեմբերի սկզբին, հետո այնպես ստացվա, որ տարվա վերջ պետք է գնայի 3 օր։ Այո, որոշեցի իմ ընտանիքը նաև այդ օրերին իմ հետ տանել։ Եթե դա ամենամեծ հանցագործությունն էր այս իմ գործունեության մեջ, որ ինձ թույլ են տվել 3 օր իմ ընտանիքի հետ բացակայեմ, ինչ ասեմ, այսինքն այսքան մարդ այս երկրից գնում գալի, չգիտեմ, տեսնում եք իշխանություններից մինչև եսին ովքեր, մեկի մասին տեսել եք անդրադառան, ամբողջ պետական ապարատը դարի բացահայտում էր, իշխան Սաղաթելյանը գնացել է Դուբայ։ Ուրեմն մինչև քաղաքականության մեջ մտնելը տարվա մեջ մի քանի անգամ աշխարհի որ երկիր որ ուզել եմ իմ ընտանիքով ու ուզե գնացել եմ, այսինքն բայց վերջի 7 տարվա մեջ 2 դեպք ա եղել։ 2 օրով, այսինքն ես 7 տարի մեջ արձակուրդ չեմ ունեցել։ Աղջիկս այն օրը դպրոցում ասել են հայրիկ բառով նախադասություն կազմի, ասել է հայրիկս այնքան տուն չի գալիս, մեկ-մեկ մոռանում եմ հայրիկ ունում։ Այսինքն այս սրիկաները 2 օր իրավունք չունենք բացակայինք, ընդ որում ասում եմ, էլի պլանավորած արձակուրդ կամ բան չի եղել։ Գործ կար, պետք էր, հանդիպում ունեի, ընտանիքից տարել եմ հետո 3 օր։ Անձնական ամբողջ այս պետական մեքենան, հիմա ասում եք ձեզ թիրախավորում են, ասենք այդ ինչ անելու բաներ, էլի ընդ որում ֆոտոն հանել էին օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից, ասում եք քայլեր չեք ձեռնարկել, ձեռնարկել ենք, ԱՑ-ին նամակ են գրել, դատախազության նամակ են գրել, էթիկայի չգիտեմ ինչ հանձնաժողովին, զբաղվել ենք, ինչ։ Հետո արդյունք չունենք։ Ոնց կարող ունեն այս մեկ մարդու ծառանել են սրանք։ Երբևէ մտածել եք դուրս գալ քաղաքականությունից, պարոն Սաղաթելյան, գնալ եւ հանգիստ ապրել, կամ որ պարագայում նման որոշման կհանգեք։ Նման որոշման կհանգեմ այն ժամանակ, երբ որ հասկանամ, այսինքն տեսնեմ առնվազն հաջողության հասնելու ինչի համար որ պայքարում եմ, չհավատամ դրան։ Եթե մի վարքյան չհավատամ, դուրս կգամ։ Իսկ հանգիստ ապրելու համար ամեն առավոտ ես այդ հարցից տալիս։ Դուրս գաք, այսինքն ոչ թե դուրս գամ, այլ ինչ թողը ինչի հետևից է գնում, հա։ Ու ինչով եմ զբաղվում վերջի 7 տարին, այո, իմ ընտանիքի, իմ հարազատների, իմ առողջության հաշվին, բայց ես չէի կարող անտարբեր լինել։ Ես չէի կարող իբրև դաշնակցական, իբրև
հայ մարդ զբաղվի պարզապես իմ բիզնեսներով, իմ գործերով, ձգտեի, եթե մտածեի, այսպես ասեմ, մենակ իմ ընտանիքի բարեկեցության մասին, ես խնդիր չունեի։ Հանգիստ կապրեք։ Իմ ընտանիքը կարող է կողքից պահեի, բայց այդ չի եղել նպատակ։ Պատրաստ եք բանտարկության գնալ, պարոն Սաղաթելյան, որտեղ տևական ժամանակ նշվում է, որ գուցե հաջորդը դուք լինեք, գուցե դուք հայտնվեք բանտում, այդ խոսակցությունները ինձ թվում է ձեզ էլ են հասել։ Պատրաստ եք գնալ դրան։ Գիտեք, ես այդ ասելու բան չելի պատրաստ եմ եւ այլ, ես ցույց եմ տվել դա հիմա օրինակ իմ ընտանիքին ես գիտեն իրանք, որ ամեն վարքյան ես կարող եմ բացակայել երկար ժամանակով, այսինքն այդ որոշումը ես վաղուց եմ կայացրել, էլի, ես Եվ ընտանիքը ինչպես է վերաբերվում։ Իմ ընկերները այսօր Բաքվի բանտում են, ես պատերազմում այդքան ընկեր եմ կորցրել, այսինքն քաղաքականության մեջ այս իրավիճակում վախենալ բանտարկությունից, ես մի 3 տարի առաջ էի ասում, եթե մեկը կա քաղաքականության զբաղվում, իր վրա քրեական գործ չկա, մտածելու բան ունի։ Այսինքն այսքան կորստի, այսքան, չգիտեմ ինչի մեջ վախենալ բանտարկությունից, դա ուրեմն անելիք չունես։ Ով որ այս իշխանության դեմ պայքարում է, ինքը պետք է հասկանա, որ այդ վտանգը ամեն վարքյան կա։ Իսկ դաշնակցականների պարագայում ամենօրյա ռեժիմը։ Պարոն Սաղաթելյան, նաև հիշելի են կադրերը, երբ Արսեն Թորոսյանի հետ լողազգեստով Սևանալիչ մտակ այդ ժամանակ մարզպետ էիք, զղջացել եք այդ քայլի համար, որ նրա հետ այդ։ Տեսեք, ես Արսեն, էս էլ է մի հատ կեղծված պատմություն, ես Արսեն Թորոսյանից ծովափ չէի գնացել հանգստանալու, էլ այդ կարծեմ մի առիթով ասել եմ, պատմությունը եղել է հետևյալը։ Այս խելացին ամառվա պիկ սեզոնին, երբ որ Սևանում այդ հիմնական սեզոնն է աշխատանքի լիճը հանգիստ ու Սևանալիճը ամեն տարի, եթե ոչ ամեն տարի, բայց հաճախ մի քանի տարին մեկ եղանակային պայմաններից ելնելով կանաչում է եւ ջուրը պղտորվում է ու մամրակալում է։ Կանաչ լիճ է նման։ 18 թվականին նույնպես դա էր տեղի ունեցել, բռնեց հայտարարեց առողջապահության նախարարությունը, որ Սևանալիճը այլևս վտանգավոր է եւ մարդիկ վտանգավոր է մարդկանց համար։ Ու սկսեցին քաղաքացիները չգնալ Սևան եւ տնտեսությունները Սևանի ափին գտնվող ցույցեր էին կազմակերպում, այդ աղմուկ կար։ Ես զանգեցի, ասացի, որ լսի դուք սխալ հայտարարություն եք արել, ջուրել թունավոր չի։ Հերքեք այս հայտարարությունը, ասես դա չեն կարող արդեն եւ այլ, ասի դե մի լուծում գտեք, այս մարդկանց մեծ վնասներ եք հասցնում։ Բա ինչ անեմ, ասի արի մտի ջուրը լողացի, թող մարդիկ տեսնեն, որ վտանգավոր չի, որտեղ դու ես հայտարարություն արել, իբրև առողջապահության նախարար։ Ասեց լավ, կգամ։ Եկավ, ասեց դե միասին մտնենք։ Ակցիան միասին արեցիք։ Ակցիան միասին արեցինք, բայց քանի որ սրանք այտենց բնավորություն ունեն ամեն ինչ նկարելու, էր մտածում հանդերձ սրանից հանեցին, միացրին, սկսեցին նկարել, մտածում են կմտնենք լիճ, կլողանանք, մարդկանց ցույց կտանք, որ էս է եղել, թե չէ, ես Արսեն Թորոսյանի հետ հանգստի չեմ գնացել։ Եղել է մի որոշում, որ կայացրել եք քաղաքական ու դրա համար զղջում եք։ Օրինակ ազգային ժողովի փոխնախագահի աթոռը մինչև այժմ դատարկ է։ Զղջացել եք երբևէ, որ այդ աթոռը տենց դատարկ մնում է եւ դա ձեր պաշտոնն է։ Որ նայում եք, ինչ եք մտածում։ Այո, այդ իրավիճակում, երբ որ ես համաձայնվել եմ ստազնան, եղել է ընդհանուր ընդդիմության միասնական որոշումը։ Իրանք ունեին հետեւյալ մոտեցումը՝ միակ մարդուն, որ երբեք չեն համաձայնվի ընտրվի, դա Իշխան Սաղաթելյանն է, տեսել եք։ Մենք էլ ասել ենք, դե դեպքում ուրեմն հաստատ խմբակցությունը որոշել է, որ ինձ առաջադրում ու կարակ մի ընտրեք, բայց մենք տեխնացու չենք փոխելու ձեր պահանջով։ Ստիպված 3-րդ թե 4-րդ անգամից ընտրել են, հետո էլ եւ որ դուրս ենք եկել փողոցային պայքարի, անօրինական կերպով հանել են։ Հիմա այդտեղ էլ օրինակ այնքան էր ամեն ինչ խեղաթյուրվի, ասում են Իշխան Սաղաթելյանը պատավատում ինքը ոնց առանց ամաչելու էլի։ Դες պաշտոն են տվել այլևս ընդդիմադիր չեք։ 15 տարվա քեմբրի են տվել պատավատի համար փոխնախագահային ամոթ է էլի։ Որոշումներ չկա, որոնց համար զղջում եմ, բայց եթե նորից այս ամեն ինչը կրկնվեր, որոշ բաներ ավելի արդյունավետ կարելի է։ Որ քաղաքական գործչի հետ երբեք սեղանի շուրջ չէիք նստի, թեկուզ բանակցությունների համար։ Կա ինչ որ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ,
Նայեք, բանակցությունը մի քիչ տարբեր է, նույնիսկ երբ որ քաղաքական գործիչ ասում ես որևէ մեկի հետ որևէ բանակցություն չեմ վարի, դա մի քիչ ճիշտ մոտեցում չի, բայց օրինակ նայած ինչ հարցի շուրջ էլի, ստեղ է կարևոր, հարցն է կարևոր ինչ հարցի շուրջ։ Օրինակ Նիկոլի հեռանալու պայմանները հենց Նիկոլի հետ քննարկելը, ինչ է կարելի է քննարկել։ Նստել եւ քննարկել։ Այո, բայց այլ թեմայով իր հետ ինչ խոսես, ասենք կարելի է գնալ իր մասին, իրեն առնչվող թեմաներով խոսել Ալիևի կամ Էրդողանի հետ, որովհետեւ շատ ակնհայտ է ինքով այլևս։ Ինչն է ձեզ ստիպում չհանձնվել այսքան թիրախավորվելուց, այսքան հալածանքից հետո, պարոն Սաղաթել։ Հավատ ու պատասխանատվություն։ Մի քանի բլիթ հարցեր ենք նաև պատրաստել, ձեզ կխնդրեմ արագ մեր հարցերին պատասխանել։ Պարոն Սաղաթելյան, ո՞րն է այն հարցը, որից միշտ խուսափում եք լրագրողների մոտ խոսել։ Չունեմ ոնց հարց։ Ձեր կոմֆորտը ազգային ժողով, կառավարություն, թե Գեղարքունիքի մարզսիրելի։ Ինձ մարզում լավ եմ զգում, բայց որտեղ քփնքիչ, այնտեղ ավելի լավ։ Լևոն Տեր-Պետրոսյան, թե Ռոբերտ Քոչարյան։ Դաշնակցություն։ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան։ Դաշնակցություն։ ՀՅԴ ժողով, թե Ծովափնյա հանգիստ սիրելիի հետ։ Հիմա բադ վիճակի մեջ ես դնում։ Դե ո՞րն եք այս պահին նախընտրում։ Գուցե որ չեք հանգստացել Ծովափնյա հանգիստ։ Ամեն մեկի իր ժամանակի։ ՀՅԴ-ն սրտով է աշխատում, թե կարգապահությամբ։ Դրանք դաշնակցության պարագայում համատեղ են։ Ձեզ քննադատելիս հումորով եք արձագանքում, թե պարտադիր պետք է գրառում անեք սոցիալական ցանցում։ Ըստ իրավիճակի։ Սոցիալական ցանցեր, թե հրապարակումներ։ Հրապարակումներ։ Իշխան դառնալն է դժվար, թե մնալը։ Մնալը։ Վերջին անգամ իշխանությունից մի լավ բան լսել եք։ Ես դա բացառում եմ, իրենց լավ բան չի կարելի լսել կամ սպասել։ Վերջին անգամ լիաթոք երբ եք ուրախացել, թե սպասում եք իշխանափոխություն լինի նոր։ Իրոք այդ պահերը հիմա քիչ են, բայց սրանց հեռացնելու օրը կարելի է լավ զգալ։ Լիաթոք ուրախանալ։ Եթե կարողանայիք մեկ օրենք չեղարկել, որը կընտրեիք, որը կլիներ ձեզ համար։ Իր ընդունած բոլոր հակահայ օրենքները պետք է չեղարկել իշխանափոխությունից հետո։ Երբ քաղաքականությունից հոգնեք, որտեղ կթաքնվեք, կհեռանաք։ Գյուղում։ Պայքար թե բանակցություն։ Պայքար։ Լիդեր թե թիմ։ Թիմ։ Հույս թե գործ։ Դրանք առանց մեկի մյուսը չի լինում միասին։ Լենինականի հումոր թե Քյավառի արաղ։ Քյավառի արաղ։ Սևանա լիճ թե միջերկրական ծով։ Միջերկրական ծովը շատ եմ սիրում, բայց Սևանի լիճ։ Քաղաքական գարուն թե աշուն։ Այդ գարուն աշուն համար ձմեռ կարևոր է արդյունքն։ Եվ ֆուտբոլ թե շախմատ։ Ֆուտբոլ։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, կհանդիպենք։